Այսօր Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործ նախարարները, քիչ առաջ Մոսկվայի մեր հյուրը այն կարծիքը հայտնեց, որ դա շարունակությունն է Անտալիայի։ Դուք ինչ կասեիք։ Հիմա դժվար է ասել ինչ է շարունակությունն է, որովհետև իրավիճակը այնքան շուտ արագ փոփոխում է եւ մեր տարածաշրջանում եւ աշխարհում ընդհանրապես, որ դրա համար հաշվարկել ինչ է տեղի ունենում շատ դժվար է։ Դա կամ ինչ որ շարունակական գործընթաց է, որը առաջին փուլը հաջորդ հերթական փուլն է, կամ կարող է տեղի ունենալ ինչ որ նոր փոփոխություններ կապված այն ինչին, որ տեղի ունենում Մերձավոր Արևելքում, ինչ տեղի ունենում Ռուսաստան, Միացյալ Նահանգների հարաբերությունների մեջ եւ այլ եւ այլ։ Ինչ կողմից Մերձավոր Արևելքը երակի ունեմ Իրանի հետ ինչ տեղի կունենա։ Այդ ֆոնի վրա երեք Հարավային Կովկասի պետությունների ազգործնախարարների տեղակալների հանդիպումը կարող է լինել լրիվ տարբեր եւ անսպասելի հասարակության եւ փորձագետների համար ուղղությունների եւ հարցերի շուրջ։ Դրա համար փորձագետների բավականին դժվար է գնահատական տալ։ Չլինելով պետության մեջ, չլինելով ընդհանրապես այդ process-ների մեջ, շատ դժվար է կանխատեսել ինչ է տեղի ունենում։ Դե Բայրամովն ասում է, արդեն վերադառնանք Անտալիայի, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից ինքը գոհ է։ Ինչ որ բան տեղի է ունենում խոհանոցում։ Խոհանոցում, բայց մեկ սովորաբար հայկական հասարակությունը եւ փորձագետները տեղյակ չեն ինչա տեղի ունենում։ Այնինչ մենք լսել ենք մինչ այդ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է անթույլատրելի եւ անընդունելի նոր պայմաններ դնել, այդպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման համար, եւ այդ ֆոնի վրա եւ Բայրամը ասում է մենք ունենք լավ է եղել հանդիպումը, ես ուղղակի չեմ ուզում ենթադրել ինչ հաջող հերթական փոխզիջման գնաց հայկական կողմը, որովհետեւ հայկական կողմը որևէ բացատրություններ ինչա տեղի ունեցել չտվել եւ դժվար է։ Միսկի խմբի շուրջ քննարկումը հայկական կողմից փոխզիջում է համարվում։ Իհարկե, եւ ինձ համար անհասկանալի է ինչու հայկական կողմը համարձակվում է այդ հարցը բարձրացնել, որտեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրապարակորեն հայտարարել են, որ նրանք դուրս են գալիս Արցախի խնդրից, Արցախի խնդրը դեռ արդեն չկա Հայաստանի Հանրապետության քաղաքականության դիվանագիտության մեջ։ Մինսկի խումբը ստեղծվել է Արցախի միջազգային ստատուսի շուրջ։ Եվ եթե Հայաստանը դուրս է եկել այդ հարցից, պետք է այդ հարցի լուծումը թողել Արցախի Հանրապետության իշխանությունների, միջազգային հանրությանը, ուժային կենտրոնների։ Հայաստանը դուրս է եկել։ Այդ խնդրը պիտի լուծեն նրանք, ով մնացել են process-ի մեջ, Հայաստանը չկա։ Եվ դրա համար Հայաստանի պատրաստությունը դուր գալ այդ ֆորմատից իմ կարծիքով ոչ բարոյական, ոչ դիվանագիտական այդ բառը ճիշտ օգտագործեցիք, բայց Հայաստանի այդ գործողությունը կարծես գին ունի։ Ասում են հայկական կողմն ասում է եկեք ստորագրենք համաձայնագիրը հայ-ադրբեջանական։ Դա էլ հետո ստորագրենք։ Այստեղ խաղերը ստորագրության խաղերը ինձ համար անհասկանալի է նվեր։ Այն ինչ կատարվում է հիմա աշխարհում։ Չէ, Երևանն առաջարկում է միաժամանակ անենք այդ։ Ես դրամատիկ չեմ խոսում, այդ ստորագրությունը ինչ է տալիս հայկական կողմին։ Այդ պայմանագիրը ինչ է տալիս հայկական կողմին։ Մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում, ինչ պայմանագրեր են ստորագրում, ինչ գործարքներ են ստորագրում, 2 օրից հետո, 2 ժամից հետո փոխվում է ամեն ինչ։ Միացյալ Նահանգների հայտարարությունները, գործընթացները, Միացյալ Նահանգների Ռուսաստանի գործընթացները Ուկրաինայի շուրջ, որը ուներ պայմանագիր Ռուսաստանի հետ եւ այլ։ Մենք մի աշխարհում է կատարում, մի միջավայրում է անվտանգության միջավայրում է գտնվում հիմա, որտեղ որևէ ստորագրություն, որևէ պայմանագիր իմաստ չունի եւ գին չունի։ Դա ուղղակի թուղթ է։ Դու պիտի մտածես լրիվ ուրիշ գործոնների տրամաբանության մեջ, ինչ հզորություն ունես, ինչ ռազմական ուժեր ունես, ինչ տնտեսություն ունես, ինչ հասարակություն ունես, արդյոք հասարակությունը պատրաստ է ժողովուրդը պատրաստ է պատերազմին, ճգնաժամին եւ այլ։ Հայաստանի իշխանությունների կենտրոնանումը այդ պայմանագրի վրա, այդ ստորագրության վրա ինձ համար ճակատներում անհասկանալի է։ Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը ստորագրել են 2020 թվականին հայտարարություն պայմանագիր, ինչ դարձավ, ինչ ստացեք որպես հետևանք։ Ինչու է Հայաստանի իշխանությունը համոզված, որ նույն վիճակը չեք ստանալու հետո։ Մենք տեսնում ենք ինչ է կատարում։
Դրա համար ես չեմ ուզում այդ դիսկուսիայի մեջ մտնել նվեր։ Ինձ համար այդ պայմանագիրը իմաստ չունի, որովհետև ես գիտեմ եւ Ադրբեջանը գիտի, որ ստորագրությունը որևէ արժեք չի ունենա։ Ամեն ինչ կառուցված է այդ համաձայնագրի Հայաստանի իշխանության կողմից, Ադրբեջանի կողմից հայտարարված է ծրագիր, ռազմավարական ծրագիր եւ նպատակներ, որին Ադրբեջանը քայլ գնում է։ Ադրբեջանը հայտարարել է, որ իր նպատակն է ոչնչացնել Հայաստանի հայ ժողովրդի պետական ինքնաիշխանությունը։ Հայաստանը որպես պետություն իրավունք չունի գոյատևել։ Պիտի լինի Արևմտյան Ադրբեջան եւ Ադրբեջանի կարծիքի հետ համաձայն են ճակատներում Ռուսաստանը եւ Թուրքիան, որը կանգնած են իր մեջքին։ Մեզ պարզ երեսին ասել են, Էրդողանն է ասել, եկել այն ժամանակը վերջացնենք այն, ինչ սկսել է մեր պապերը։ Պուտինն է ասել, որ հետսովետական պետությունները ինքնիշխանությունը արհեստական ինքնաիշխանություն է եւ դա չպիտի հաշվի առնել։ Ինչ պիտի քեզ ասել, որ դու հասկանաս, որ իրանց դրած նպատակները քեզ ոչնչացնել։ Եվ դու կարող ես կասեցնել այդ պրոյեկտը, այդ նպատակները միայն ու միայն ուժի մեթոդներով, հիմնվելով ուժի վրա։ Դրա համար եթե ուզում ես գոյատևել, եթե ուզում ես զարգանալ, դու պիտի ունես միայն ու միայն խնդիր, ոնց ես դու հզորանում, ոնց ես հզորացնում հայկական հասարակությունը, պետությունը, տնտեսությունը, ոնց է սկսում ի վերջո փոխակերպումները տնտեսության, ռազմական ուժերի, ազգային անվտանգության, պաշտպանության համակարգին եւ այլ։ Այս վիճակում, որը այսօր մենք ունենք աշխարհում, դու մի հատ կայուն կետ ունես, որի վրա դու պետք է ուղղես քո բոլոր ուշադրությունը եւ ներուժը, դա քո պետությունն է, քո ժողովուրդն է, քո ազգն է։ Դրա համար ես չեմ ուզում վերլուծել, ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նկատմամբ, ինչ է ինքս պատրաստ նորից զիջի, ինչ Ադրբեջանը չի ուզում ընդունել։ Համաստիծաղելին այստեղ ճակատներում այն է, որ Ադրբեջանը չի ընդունելու, ինքը նոր պայմաններ ադնելու, Ադրբեջանի պետք չէ խաղաղության պայմանագիր, Ադրբեջանի պետք չէ կապիտուլյացիա, Ադրբեջանը դրել է նպատակ, որ պիտի Հայաստանը վերջանա։ Դրա համար չեմ ուզում խորացածնել, ինձ համար այդտեղ իմաստ չեմ տեսնում։ Իսկ ժամանային կրակոցների նպատակը Ադրբեջանի նպատակը նույն ձևի է, Ադրբեջանի կողմից Ադրբեջանը Ալիևը ցույց է տալիս, որ ինքը ծիծաղում է հայկական իշխանությունների Նիկոլ Փաշինյանի վրա։ Իրան բոլոր հայտարարությունների, իր մոտեցումների, իր սպասումների վրա Ադրբեջանը քայլ առ քայլ գնում է իր դրած նպատակների առջև։ Առաջինը Արցախն է եղել, հետո մենք հանձնեցիք Արաս Կարակոցի Սյունիք, հանձնեցիք Քարվաճարը եւ Քաշաթաղը առանց ռազմական գործողությունների, հետո հանձնեցիք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքները Հայաստանի Հանրապետության տարածքում արդեն հիմա Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը ուզում է Սյունիքը, ուզում է Երևանը։ Այդպես քայլ առ քայլ իրան գնալու իրաց նպատակներին։